Արի ասա Digitech-ում ոնց հայտնվեց այդ խուժամփիղը։ Զանգեցիր, ասիր դու ունես 15 վայրկյան առաջարկս ընդունելու համար, ունես օֆեր արեցիր, ասի օքեյ, համաձայնում Digitech-ի իվենթը ամենաառաջինը իմ համար, այդ մոռացված ընկերներին տենալու օրն է։ Այդ սաղովի իրար գլուխ հավաքվելու այդ հասկացողությունը, այդ այտենց հայկական մեծ tech ընտանիք ու հայկական տեխնոլոգիական նոր տարի գաղափարների միքսն է։ 4 անգամ երևի թե պատվեր ենք ուղարկել մերչի, այսինքն բլոկնոտ գրիչման, որտեվ ամենակացում դե լավ այսքանը ձև չի էլի, ոնց որ այսքան մարդ կա, ու տենց չէ ամեն անգամ էդի ծավալը գնալով շատանում է։ Գասին ասում են ձեր սերվիսից ենք ուզում օգտվեք, ասում են դու ամեն ինչից ուզում ես օգտվես, բացի մեր սերվիսից։ Ինչ որ բան ձախողմանն է գնացել, բնականաբար մեղավորը մենակ տնօրենը։ Մնացածը հանգամանքներ են։ Բուստրապ եղանք, ինքներս մեր փողը վառեցինք, ոնց որ ու վերջում չդարավ, քան շուտ պետք չի փորձել ստարտափ սկսել։ Շատ շիտակ է սախր խոսում։ Ողջույն։ Շարունակում ենք տեխնստենք շիտակ խոսենք զրույցների շարքը եւ այսօր իմ հյուրն է Սեյնայն ընկերության հիմնադիր տնօրեն Գեորգի Մամաջանյանը։ Գեորգի ջան, ողջույն։ Շնորհակալ եմ, որ այսօր ընդունել ես իմ հրավերը ու եկել ես մեր մոտ։ Ունենք մի շարք թեմաներ, բայց առաջի հարցը ու ամենակարևոր, ինչու՞մ ես դու չեմպիոն։ Այսինքն ինձ հասել է ինֆորմացիա, որ դուք չեմպիոն եք։ Սկսենք դրանից։ Ողջույն Խաչատուր ջան, նախ մերսի հրավիրելու համար, չեմպիոն եմ թե չէ, չգիտեմ, կարող եմ ասեմ ինչու եմ լավ, ինչն է մոտս լավ ստացվում։ Լավ ստացվում է իմ մոտ շատ ձանձրալի գործերը ավտոմատացնելը, որ իրականում Սեյնեն կազմակերպության ամենակարևոր հիմքերից մեկը այդ հենց ավտոմատացումներն են, այսինքն շատ տնօրեններ կասեն, որ թիմը իրենց լավն է, բայց արգումենտ չեն կարող բերեն, թե խի իրենց թիմը լավը։ Իրականում հայկական ու թեկուզ ոչ հայկական, ամերիկյան ուրիշ երկրների կամպանիաների հիմնական խնդիրը այն է, որ իրենք ոչ թե բիզնես են անում, այլ զուտ $1000 գործը վերցնում են, 500-ով տալիս են մյուսին, նրանք $500 աշխատում են, ասում են բիզնես են կանում, չէ՞, այդ բիզնես չէ, այդ մի շատ չարչիության է նման։ Իսկ երբ որ դուք արժեք եք ստեղծում աշխատողի ու կլիենտի միջև, այսինքն հաճախորդի միջև, այդ ժամանակ իմաստ ունի ձեր գոյությունը առասարակ որպես կազմակերպություն։ Մեր դեպքում այդ արժեքը որ մենք ստեղծում ենք, որ աշխատողին շատ ավելի հարմար է մեր միջոցով աշխատի կլիենտի հետ, քան թե ուղիղ, այդ ավտոմատացումներն են։ Այսինքն եթե ուրիշ կոմպանիների դեպքում իրանք ասում են, թե ուղիղ աշխատես, այսքան կտուկ անենք, մենք ասում ենք, օքեյ, ուղիղ աշխատի, ոչ մի ձև քեզ չենք խանգարում, բայց եթե ուղիղ աշխատես, այսքան ավտոմատացումից չես կարող օգտվել, դա մերն է։ Ու այս դրա հաշվին լինում է լավ թիմ ստեղծել։ Այսինքն երբ որ աշխատողը հարց չունի իր մեջ, թե ես խեմ Գեորգիի միջոցով կամ Սեյնայնի միջոցով աշխատում այս կլիենտի հետ, իր մոտ այդ հարցի պատասխանը, եթե դաժե այդ հարցը գալիս է, ինքը այդ հարցի պատասխանը ունի, այդ դեպքում ոնց որ ստեղծվում է թիմ, ով որ հարցականի տակ չի դնում առասարակ Սեյնայնի գոյության իմաստը։ Իմաստից փորձեմ վերադառնամ այն երևույթին, որը կոչվում է տեխնստենք շիտակ խոսենք, բոլորս գիտենք Digitech-ի մասին, օրերը արդեն հայտնի են, տեղի ունենալու 2025 թվականի հոկտեմբերի 10-ից 12-ը։ Դու էլ գիտես, ու միակ պատճառը, այսպես ասած, որ այսօր հյուրընկալել եմ քեզ, դա նա է առաջին հերթին, որ նախորդ տարի Սեյնայնը մասնակցեց Digitech 2024-ին ու արդեն հանդիսանում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության լիիրավ անդամ։ Գիտեմ նաև, որ 2025-ի հետ կապված ունես մեծ հետաքրքրություններ Սեյնայնով ու նախորդ տարվա իմ իմացած, իմ ծանոթացած Սեյնայնը այս ընթացքում ահավոր տեմպով աճում է, ահավոր արագ ու ուզում եմ հասկանամ, նախ մի հատ փորձենք ձևակերպենք Սեյնայնը, ինչու Սեյնայն, մի քիչ հերթականությունը խառնենք, ինչու Սեյնայն, հետո դրա հիման վրա հասկանանք ինչ է Սեյնայնը կամ հասկանանք ինչ է Սեյնայնը, հետո ինչու է Սեյնայն ու փորձենք մեր դիտողներին տալ կարճ եւ հասկանալի ինֆորմացիա, ինչ գործունեություն է անում, այն քո ասած 1500-ի այդ արանքը, այդ ամեն ինչը մի հատ սկզբից կանք։ Okay,
Ուրեմն մենք անում ենք SEO, SEO-ի ձևակերպումը, ես մի 3 ձևակերպում ունեմ, կախված թե ով այդ հարցը տալի։ Օրինակ, երբ որ հայացքի ընկերներն են հարցնում ինչ ես անում, ես ասում եմ հեչ եղելա Google-ում search տաս, ու search դժվար ասում poisk տաս, որ смотреть film online ու բերում է, այս ինչ սայթը, այս ինչ սայթը, այս ինչ սայթը։ Ճիշտ է, ասում է, հա։ Ասում հիմա այն 3-րդ սայթը, պայմանական X-ը, կարամ ես փող տա, ինքը գա առաջին տեղ։ Ու այդ մարդը ավելի շատ փող, այդ կամպանիան ավելի շատ փող կաշխատի, մենք մեր սերվիսի դիմաց փող կվերցնենք, հասկացար։ Եթե 60+ Էդի հայաթուն։ Էդի հայաթի ընկերները։ Եթե 60+ մարդ ու IT-ից հեռու է, ասում, ոսի չեմ, տատի ջան, պապի ջան, ու 60 չլավ, 70 թող պլյուս լինի։ Օրինակ տատին է իմ հարցնում կամ պապին է հարցնում, ասում հեչ եղել է գրես կարվալոլ, որ բաղադրությունը կարդաս։ Ու երբ որ գրած ալնում կարվալոլի բաղադրությունը 4-5-10 տեղ, չգիտեմ, մի քանի տեղ, ասում է եղելա, չէ, բացես ու մեջի ինֆորմացիան կարդաս, ասում է հա, ասում եմ կարամ նենց անեմ, այն 10-րդ տեղի ինֆորմացիան գա առաջինը։ Նու տատի պապները մտածում են, որ ես դեղագործ եմ, էլի ոնց որ, այդ օրինակի պատճառով։ Իսկ եթե ավելի հստակ ասեմ, ինչ ենք անում մենք օգնում ենք, որ բիզնեսները իրանց ուզած բառերով, երբ որ մարդը Google-ում poisk տալի, որոնում է այդ իրանց ուզած բառը, իրանք ավելի շուտ հայտնվեն։ Այսինքն օրինակի համար անվադողերի գործը անում մարդ, հենց գրեն անվադող, առաջինը իրանց վեբսայթը բերի։ Մեր գործը այդ ընդհանուր SEO-ն այդ է իրենց ներկայացնում, որոնողական համակարգերի օպտիմիզացիա, եթե բացենք, search engine optimization։ Հիմա այդ այն մասով թե ինչ ենք անում, իսկ հիմա կոնկրետ ինչի Say9, իրականում Say9 չէր ի սկզբանե Optify էր, ու մենք ավելի տենց լուրջ դեմքով էինք գործ անում, ու հիմա ենք լուրջ դեմքով տապակուսներ ենք անում, իսկ այդ ժամանակ հենց լուրջ էինք տրամադրված գործին, ու ինչի համար Optify մի հատ, հետո նոր գանք ինչի Say9 փոխվեց, ուրեմն automate ու optimize, հետո Optify, ոնց որ էս էր գաղափարը։ Էդ էլ եք օպտիմիզացրել։ Հա, այդ դրա ոնց որ Optify գաղափարը էր, որ մենք ուզում էինք սարքենք մի հատ SaaS product, այսինքն այն ինչ որ անում ենք SEO-ի մեջ, SEO-ի ավտոմատացումների գործիքեր ենք իրենց ներկայացնում։ Մենք որոշեցինք, որ գիտեք ինչ կա, agency-ն տենց ասոբը փող չի բերելու, մեր հիմնական նպատակը ստարտափի մեջ մտնելն է։ Ու տենց թիմ ընդունեցինք, ընդ ֆրիլանսերներ բան, ու դες ռոմանտիկն էինք, մեզ թվում էր թե հեսա մի քիչ թվականի ռոմանտիզմներ։ 2020-21 տես տարեկես հետև այդ ժամանակները, ոնց որ այդ Optify-ին, դաժե agency-ին մենք այդ բան SEO service տվող կամպանիային մենք անուն չենք տվել, նույն անվան տակ ենք աշխատում, ասում ենք էսի փագելու ենք, մեկը Optify-ը լիքը փող է բերելու։ Ու իրական չէ, իրական տարուկես աշխատեցինք դրա վրա, մոտ մի $80,000 bootstrap եղանք, ինքներս մեր փողը վառեցինք, ոնց որ ու վերջում չդարավ, ու չդարավ լիքը պատճառներով, որից մեկը հենց իմ փորձի պակասներ, ու այդքան շուտ պետք չի փորձել ստարտափ սկսել։ Շատ շիտակ է սախր խոսում։ Այդքան շիտակ։ Հա, ու իրականում այն ժամանակ Optify էր ու մեր կերպարն է մասկոտը բանն էր, Lenivets էր, որ նստած ինձ լոզեր թողում կոմպի դեմը ու իր գործը ավտոմատացվում էր։ Ու մեր թիմը շատ ոնց որ կապված էր հենց այդ կերպարի հետ, ու խնդիրը այն էր, երբ որ մենք որոշեցինք, որ պետք է առանձնացնենք agentstvan ստարտափից, եղքը շատ կապված էին հետ այդ մասկոտի հետ, հենց այդ կերպարի հետ, օպցիեր անունը, ասում են ոնց տենց կլինի, որ օպցիից հրաժարվենք, ասում ժող, вообще այական չէ, լի կամպանիայի անուն ինչ կլինի։ Տամբուշկա դնենք, սայձոտ ոնց որովհետև իրականում կարևորը այն է, որ թիմը լավ լինի, սերվիսը լավ լինի, մնացածը կդառնա։ Այսինքն էական չի ինչ կդնենք, դες մեր Արմանը առաջարկեց անունը դնենք ուտես փղի տակինը, լավ էր, տենց մեջտեղը բարեշեցինք Say9, որ թարգմանա բարասայինը, տենց որ գաղափարայինով տանի հասցնի։ Բա անցած անգամ միֆեր էր պատմում, որ 9 հոգով ենք հիմնադրել, 9 տենց դիավորներ սարից իջան, տենց որոշեցինք հիմնադրենք ընկերությունը։ Օֆիցիալ պատմություն է։ Այդ օֆիցիալն է, օքեյ։ Օֆիցիալն է, այսինքն օրինակ որ դրսի ժողովուրդն է հարցնում ինչի Say9, ասում դե 9 հոգով ենք հիմնադրել, 9 ստրատեգիայով ենք SEO անում ու այդ ամեն ինչը ոնց որ 9 թիվը մեր համար շատ կարևոր է, բայց դե մենք մերոցով ենք, հիմա կարելի ասել էլի որ 19 գաղափարն է այդտեղը։ Ու Say9-ը ինչի Say9, զուտ տապակենք, տենց 4 գաղափարներ պետք չի այդտեղ ման գալ, ու մասկոտն է դե լոգիկայի մեջ է որ փիղ պետք է առներ։ Ինչի Say9 այդքանը սերվիսի մասով է դե
հեսյու ենք տալիս։ Դու են քիչ իմ հյուրերից ես, այսինքն ես շատ հյուրեր չեմ ունեցել նախորդ երկու եթերաշրջաններում, որը հենց խոսքի սկզբից ու առհասարակ իր հիմնադրած կամ ստարտափի կամ կլասիկ էջենսի մասին խոսելուց ամեն երկրորդ բառը թիմի մասին է խոսում, դա ինձ շատ դուր եկավ ու նեցի որ այսօր այդ ինձ դուր եկե, մենք վաղուց ենք ծանոթ, ես ուզում եմ մի քիչ այդ մասին խոսես, հա, որովհետև ես ինքս համոզմունք ունեմ ու այդ համոզմունքը գնալով ավելի ախորանում, որ յուրաքանչյուր նախաձեռնության, ասում նախաձեռնություն սկսած բիզնես, ավելի լուրջ ու մեծ բիզնես, այդ թվում ստարտափ, հիմնակարը այդ թիմն է, ու դու դրա մասին շատ ես ասում։ Ուզում եմ հասկանամ քո մոտեցումը ու դու նաև նշեցիր, որ նախորդ Optify-ը որոշակի ֆեյլեր ունեցավ քո փորձի պակասից, որը էլի շատ կարևոր է, ասենց public, ճիշտ է, ինչքան է դու ասում ես մենք մերոնցով ենք, բայց այս public է, ու դու դա ընդունում ես, դա էլ է շատ կարևոր հատկանիշ իմ համար։ Այդ երկու կետերով եմ ուզում խոսեմ։ Դու ոնց եկար առաջինը նրան, որ դու ինքդ ես փորձում առաջինը փնտրել քո մեջ խնդիրները business development-ի, եւ երկրորդը թիմի hiring-ի, թիմի development-ի, թիմի զարգացման մեջ ինչ ներդրումներ ես անում էներգետիկ եւ մնացած առումներով։ Իրական մսի երևի ամենածավալուն հարցերից է, դրա համար երևի սկսեմ ժամանակ շատ ունենք։ Ամենաերևի պարզ կտորից սկսեմ, թե ոնց եմ ես գտնում, որ խնդիրը всё-таки իմ մեջ է։ Այսինքն իրական եթե այդ հարցը ինձ տար 3 տարի առաջ, ասելու էի, գիտես ինչ կա, այս ինչը սենց արես, դու ես սրա սենց տունենց է, այն մեկը նենց, այս իրականում այդ ամեն ինչը, որ ես թույլ եմ տվել, որ այդ ամեն ինչը լինի, պատասխանատուն մենակ ես եմ։ Ու տենց այս վերջերս հենց մեր թեմից երեխեք այդ տենց խոսակցություն գնաց, ասում եմ ոնց որ report են տվել, որ ինչ որ բան fail են արել, ու այդ որ fail են արել, կողը reason պետք է գրեն, ինչի համար են, ինչի պատճառով իրանց կարծիքով fail եղել, ու նշված է իմ անունը, իրանց team lead-ի անունը, կողի թեմից անուններ, նո հենց անուն չէ, էլի, որ team-ն է պատասխանատու, սաղի անունը տված է, բացի իրանցը, ասում ժողովուրդ գիտեք, առողջ ու անառողջ հարաբերությունների տարբերությունը ինչն է, ասում են դե որ օրինակ հիմա լավ է վերաբերվում մարդուկին, էլի, ասում ոնց նայում, էլի, առողջ ու անառողջ հարաբերություն, ասում դե որ հարգում է այս, ասում չէ, դա չի հարց, ասում օրինակ որ քեզ ծեծում են, ասում դա անառողջ է, չէ, ըստ քեզ, ասում չէ, անառողջ չի, անառողջ այն որ դու օքեյ ես, որ քեզ ծեծում են։ Այս դու խնդիրը մանես գալի դիմացինի մեջ, դու ասում ես ինձ ծեծում են ու այդ խնդիրը, այլի էդի խնդիրը, բայց այդ խնդիրը որ դու օքեյ ես ու այդ մարդու շարունակում ես մնալ։ Այսինքն երբ որ մենք առողջ ու անառողջ հարաբերությունների մասն ենք խոսում, հիմնական տարբերությունը զուտենա դու խնդիրը քո մեջ ես, ման գալի թե սաղ աշխարհի բացի քեզնից։ Հիմա նույնը բիզնեսի մեջ, եթե fail ա եղել, ինչ որ բան ձախողմանն է գնացել, բնականաբար մեղավորը մենակ տնօրենը։ Մնացածը հանգամանքներ են։ Ու տենց արտահայտություն է կա, ասում է ոնց որ ձախողումը, բան հաջողությունը լիքը ծնողներ ունի, ասում է հաղթանակի ու պարտությունը մասին։ Հաղթանակը լիքը ծնողներ ունի, իսկ պարտությունը միշտ է որփա։ Ու այդ գաղափարը եթե նայում ենք, իրականում կա տենց բան, ու հա, եթե մենք ձախողումից ենք խոսում, մեղավորը տնօրենը, եթե հաջողությունից ենք խոսում, ապրի թիմը։ Բարձա տնօրենն էլ այդ թիմի մաս է կազմում, բայց մենակ սեփական անձի վրա վերցնելը մի քիչ սխալ է։ Հիմա երբ որ մենք այս գաղափարներից խոսում ենք, այնտեղ մի հատ կարևոր բան կա, որ թիմ հասկացողությունը առասարակ ոնց է որոշվում, ինքը թիմ է, ոչ թե ինչ-որ ռանդոմլի մարդիկ են հավաքվել իրար գլուխ, ու տենց թիմը ոչ թե գործի տեղ։ Հա, այլ ոչ թե տենց, չգիտեմ, եկել ենք, ամսավեր ռոջիկը կստանանք կգնանք, էլի, տենց մեզ ասոբը չի հետաքրում, ես կմեռնի այս կամպանիան, թե չի մեռնի։ Հիմնական գաղափարներից ամենակարևորն է, որ եթե թիմի ինտերնը չգիտի այն ինֆորմացիան, որը որ հիմնականում սաղի team leader գիտի օրինակի համար, մենք արդեն խնդիր ունենք։ Այսինքն ինֆորմացիայի շատ սահմանափակումը բերում է նրան, որ այդ թմի մարդը դառնում է ոչ թե թմի մարդ, ինքը դառնում է գործիք։ Այսինքն ինքը ասում է, օքեյ, ըսի կոպի տվեցի, փաստ տվեցի ստեղ, օրվա վերջ գործս բրծավ, հելա տուն։ Չեմ ասում սաղ պետք է իմանա։ Պարզա ինչ որ ինֆորմացիայի կտորներ կա, որ Իսրայելի բանակի լոգիկայով պետք է գնա, որ ասում է, եթե գերի ես ընկնում, սաղ պետք է պատմես, ու եթե դու ավելի ինֆորմացիա ասես, ոչ թե քո այդ գործ կունենանք, այլ քո ոնց որ բանի բանի էլի team lead-ի, չգիտեմ այդ բանակային տերմինով ոնց են ասում, գեներալի հետ օրինակ հիմա հարց կունենանք, չգիտեմ։ Ու
Այդ մոտեցումը, հա, ինչ որ առումով ճիշտ է, բայց պետք է ինքը գոնե այնքան ինֆորմացիա ունենա, որ ինքը հասկանա այդ copy paste օրանումը ինչի համար է անում։ Իմ դեպքում ես մի քիչ շատ բաց եմ, որը խոր չեմ տա տենց անեք, բայց Ես արդեն զգացի։ հա, զուտ դա իմ մոտեցումն է, տենց եմ աշխատում ես, ու առաջին կտորը ինֆորմացիայի հասանելիությունն է, որ թիմը թիմ լինի, մյուսը այն է, որ իրականում ինտերվյուների լոգիկաները թե ոնց ենք դնում, այսինքն ոնց ենք մարդ ընդունում աշխատանքի, շատ կոմփանիներում այդ դաժե ինժեներից է շատ այդ խոսակցությունը, որ ավելի լավ մասնագետ, թե լավ իսան, ասում միանշանակ ավելի լավը լավ իսան։ Թող լինի այդ մարդը տեխնիկապես անգրագետ, թող կոմպանիացնել չիմանա ոնց է, մենք էդի կարանք սովորացնենք։ Բայց մենք չենք կարա սովորացնենք, չգիտեմ, լիքը մարդկային բաներ, կամ կարանք, բայց դա մեր պարտականությունների մեջ այդքանը չի մտնում։ Այսինքն մենք ավելի հեշտ է ընդունենք նորմալ մարդ, իրան տեխնիկական լիքը գիտելիքներ սովորացնենք, քան լավ տեխնիկական գիտելիքներով մարդ վերցնենք, փորձենք իրան սովորացնենք, որ գես ինչ կա Պետքա լավ մարդ։ Հա, պետքա ասենք պատնոշկա չտալ, երբ որ անցնում է, էլի մարդը օրինակի համար, կամ հավաքարի հետ մունաթով խոսել չի կարելի։ Այդ կրեդոյով է ես իմ ընկերությունը ղեկավարում նախկինում, որ ավելի լավ ավերցնել լավ մարդ ու իրանից արկել մասնագետ, քան հակառակը։ Ունդեղ կան իմ այդ հիպոթեզին ու ոնց որ նաև քո հիպոթեզին դեմ որոշակի շրջանակներ, բայց ես դեռ այդ մտքին եմ, ոնց հասկանում եմ, ես մենակ չեմ, դու էլ ես իմ հետ։ Իրականում հա, լավ կազմակերպության դա հիմքն է ու ուշ թե շուտ բոլորն է գալիս են դրան, կան դեպքեր, որ ասում են, չէ, դա դες լավ մասնագետ է, ոնց կլինի, բայց փորձը տալի, որ երկարաժամկետում սենս տենից խնդրի է գալի։ Ու եթե այն վաղ կարային մի օկու հանեին, լավ մասնագետ հանեին աշխատանքից ու պրծներ սաղ, հիմա արդեն պետք է այդ լավ մասնագետին հանեն պլյուս 5 հոգու է, որտեղ արդեն ուսում գանգրեն է սկսվել։ Ու իրականում ամենակարևոր կտորներից մեկը բացի թե ում ենք ընդունումը, թե ում ենք հեռացնում ու ինչքան արագ ենք հեռացնում աշխատանքից։ Դա այն կտորն է, որ հիմնականում չեն խոսում, բայց շատ կարևոր է ժամանակին աշխատանքից հեռացնելը։ Իսկ երբ է այդ ժամանակը։ Երբ որ կորել է վստահությունը։ Փոխադարձ թե իրա նկատմամբ։ Էական չի։ Ցանկացած տիպի վստահություն։ Եթե մի կողմից գոնե վստահության կասկած կա կորստի, այսինքն ոչ թե կորուստ կա, այլ կասկած կա, որ կարող է կորի։ Արդեն մենք հատել ենք այն գիծը, որ այդ մարդուն պետք է հրաժեշտնենք։ Այսինքն հիմքը կազմակերպության այն է, որ թիմը ու թմու մեկը մյուսին վստահում ենք։ Եթե մեր մոտ եկել է այն կետը, որ մենք կասկած ունենք, կարանք վստահենք, թե չէ, եթե մենք այդ մարդուն պահում ենք, մեր մենեջմենթի համակարգը պետքա փոխենք, պետքա միկրո մենեջմենթի գնանք։ Դա միկրո մենեջմենթի պետքա գնանք, այդ մի մարդու հետ չենք կարող գնանք, պետքա ընդհանուր սաղի հետ գնանք։ Իսկ դա արդեն բերում է ուրիշ խնդիրների։ Դա համար շատ ավելի հարմար է թեկուզ եւ երկու հոգու միամիտ, չեմ ասում միտումնավոր, սխալ աշխատանքի հեռացնելը, քան մի հոգու միամիտ պահելուն, որ պետքա հեռացնենք։ Ես ունեցել եմ դեպք, որ մի հոգու աշխատանքից հեռացնել այնքան եմ ուշացրել, որ 4 հոգի եմ նույն օրվա մեջ աշխատանքից։ Գանգրենայի էֆեկտով։ Միշտ գանգրենա։ Չգիտեմ գանգրենայի թերային բառը թե չէ, բայց դե։ Հիմա հարց, որ ասում ես, եթե չես վստահում, ուրեմն սկսում ես միկրոմենեջմենթի մեջ։ Խոսքը մարդկային սովորական վստահության մասին է, թե մասնագիտական հմտությունների նկատմամբ վստահության։ Չէ, մենակ մարդկային վստահության մասին է, տեխնիկական մարդ ինչքան ուզում է ֆեյլանի, երբեք ես կոնկրետ չեմ հեռացրել մարդուն։ Չէ, ոչ թե տես դու ասում ես, եթե չես վստահում, սկսում ես միկրոմենեջմենտ, ենթադրենք, task ես տվել, այս բաժակը դնել ընդեղ։ Եթե դու իրան որպես մարդ վստահում ես, դու գիտես, որ փորձում քո ասածը ինտերպրետացնեմ։ Դու գիտես, որ այդ բաժակը այդ մարդը կդնի ընդեղ։ Լավ, ճիշտ, սխալ, բայց A-ից B-ը հասցնի։ Բայց քո ասածից ես հասկանում, որ եթե ասում ես բաժակը դիր այստեղից ընդեղ, կամ task-ը բացվում, կամ չգիտեմ, ինչ որ ձև կոմունիկացվում է, դու պետք է հետևես այդ բաժակը A-ից B գնալու track անես, չգիտեմ, մի հոգի դնես, որ այդ process-ին հետևի արդյոք այդ տենց է, ես ճիշտ հասկացա։ Թեկուզ այն, եթե ասում եք բաժակը ստեղից դնենք ընդեղ ու դուք պետքա վերջում ստուգեք բաժակը արդյոք ընդեղ է թե չէ, այդ արդեն խնդիր է։ Այսինքն եթե մենք բանավոր խոսքի հիման վրա մենք չենք կարող իրար վստահենք, որ եթե բանավոր ասվել է, որ բաժակը դրվի այնտեղ, ու բաժակը մենք կասկած ունենք դաժե այնտեղ է թե չէ, ուրեմն մենք արդեն թիմ չենք, մենք արդեն առանձնացել ենք, ուրեմն շատ արագ պետք է ինչ որ լուծում տալ դրան։
Այսինքն ոչ թե այնա որ միկրոմենեջմենտ հարվի իրանը հետևի մեկը որ չէ այդ սխալ ճանապարհը որը շատ կազմակերպվում է task complete-ը որ մնաց task complete-ը okay դրեցին complete բայց եթե կասկած կա որ չնայած պսիշկեն դրել են task complete բայց ձեր մեջ կասկած կա բայց հելեմ տենամ այդ բաժակը все-таки տեղի դրա եմ առանձնացնում խոսքը մարդու խոսքի նկատմամբ կասկածը թե մարդու մասնագիտական հնարավորությունների գուցե այդ մարդը task արել է իր կարծիքով ինքը complete է բայց դու որպես ոնց որ QA ես անում այդ task-ի complete-ությունը, հա, դա կասկած չի իր նկատմամբ իր խոսքի հետ, ոնց որ վերստուգիչ գործողությունը արդյոք այդ task-ը այն ձևով է, որ ձևով դուք պայմանավորվել եք։ Եթե խոսքը գնում է մասին, որ օրինակ հիմա տեխնիկապես ինքը կարող չի ստացվում մոտը, որտեղ չգիտեմ, գիտելիքի պակաս կա կամ ինչ-որ խնդիր կա, կամ այդ շաբաթ իր մոտ անձնական ինչ-որ պատճառներ կա, որի պատճառով մոռանում է այդ մարդը գործան։ Այդ ամեն ինչը օքեյ է։ Այսինքն այն ծայրահեղության հետևից չեմ գնում ես որ մի ամիս մարդը մի քիչ վատ է էֆեկտիվությունը մի անգամից պետք է ասեք չէ շնորհակալություն հաջողություն մենք իրար չենք համագործակցի դեպքեր կան մի քանի ամիս դաժե ֆեյլ անելը լրիվ օքեյ է երբ որ հարգելի ինչ որ դրա հետևը պատճառներ կա ես խոսում եմ այն նրա մասին որ օրինակ հիմա չլինեմ ասել ես LinkedIn-ով այս մարդուն connect ուր օքեյ կանես հա վաղը կանես հա վաղ ասում ես արել ես ասում բացում ես դեմս չի արել այսինքն եթե բերանցի ինչ որ բան ասում արվել է ու դա չի արվել դա նշանակում է ինչ այդ մարդը ասի պետք է հետևից ստուգ են կարել է կարող connect-ը տվել է ինձ մարդը չի ընդունել դե ջանակ pending պետք է արի կամ օքեյ համոզել չի լինում քեզ բայց ճիշտ է տես team building-ի շրջանակներում ես քո մոտեցումը հասկացա ու էլի առաջիններից ես ով team building-ի մասին խոսելուց hiring-ի հետ նաև firing-ն է ասում, այսինքն աշխատանքի ընդունել եւ ազատելու կտորնել այևս ասում։ Մինչև երևի մի քանի տարի առաջ ես աշխատանքից ազատել կամ ազատվել, ու հիմնականում ազատելու process-ի մեջ էի, քան թե ազատվելու, հա, ես այդ երևույթին որպես այդպեսին շատ բան էի նայում, բայց նկատել եմ վերջի երևի 4-5 տարիների ընթացքում, որ մարդուն աշխատանքից ազատելը կամ մարդը ինքնական աշխատանքից ազատվելը երկու կողմանի լավություն է անում։ Շատ դեպքերում նույն քո խոսքի մեջ ասեցի դրա մասին։ Ու շնորհակալ եմ քեզ, որ դու կարողանում ես, ես վստահ եմ մեր համայնքում շատ ընկերությունների ղեկավարներ կան, որ նման ձևով են team building անում ու այտենց բաց են թիմի հետ։ Ու քեզ հատուկ շնորհակալ եմ դրա համար, որովհետև դա շատ կարևոր է գաղափարային, արժեքային։ Հիմա Արի ասա Digitech-ում ոնց հայտնվեց այդ խուժամփիղը։ Նախ Digitech-ի մասով չգիտեմ, այսի պետքա պատմեի, կարայի պատմեի թե չէ, բայց ամեն դեպքում պատմեմ։ Դու պատմի հետո կորոշենք, կարայ թե չէ։ Հետո տենանք live կգնա թե չէ։ Ուրեմն նախ հետարքրված էին, որ օքեյ, տենանք ինչ տարբերակ կա։ Ոնց որ լսել ենք, դե ամեն անգամ գնացել եմ Digitech-ին, ասի ես անգամ է ոնց որ կարող մասնակցենք, տեն զուտ կարողայի մակարդակով, ու երբ որ արդեն գներ բան Եվան ասի, principi կարելի է, արդեն ինչ որ պատկերացում ունեի ինչի մասին է գնում խոսքը, ու մենք նոր սկսել ենք առասարակ աշխատել մեր բրենդի անուն հանելու վրա։ Միջև այդ մենք ձեթ մի 3 տարուց ավել Խելոքսուսպուս այն գլուխներս կա գործ են կարել, չեմ կոդ են գրել կամ sales են կարել, ինչ են կարել, մենք brand awareness, այսինքն բրենդի ճանաչելիության վրա առասարակ չենք աշխատել։ Ու այդ շրջանում մենք միանգամից 2 event-ի ենք գրանցվել, մեկը Սինգապուրում, մեկը Լիսաբոնում, Web Summit-ին ու RS Evolve-ին։ Ու այդ արանքում ոնց որ տեսանք, որ Digitech-ն է կա, ասի, բայց անում Հայաստանում չենք ուզում տենց վերևանք որ։ Ու դրանց հետո արդեն ոնց որ քո ծանոթացա ու իմացա որ քեզ առասարակ չեն ասում որտեվ լավ առաջարկներ ես կարող անես խաչատուրը ուրեմն չգիտեմ քիչես թե չէ զանգեցիր ասիր դու ունես 15 վայրկյան առաջարկս ընդունելու համար ունես օֆեր արեցիր ասի օքեյ համաձայն եմ միանգամից բան որ արդեն շարունակություն է չենք կտրի ես կտորը հիշում եմ շատ լավ ու իրականում Digitech-ը ինչ օգուտ տվեց, ես Digitech-ը միշտ այդ օրինակը բերում եմ, Digitech-ի event-ը ամենաառաջինը իմ համար այդ մոռացված ընկերներին տենալու օրն է։
Այսինքն լիքը ընկերներ կան այս սֆերայում, ում հետ որ տենց չի լում ասոբը, կամ ասենք դասարանցիքից մեկին տեսավ ստարտափ էր սկսել, co-founder էր մի տեղման, որը մյուսին տեսավ PPC-ի մեջ էր, SEO-ի մեջ եմ շատ սերտ համագործակցություններ կարող ենք անենք։ Այսինքն առաջինն է, որ ծանոթ մարդկանց ենք տենում, որ առիթ չի լինում ուրիշ օր տենալու, ու երբ որ մենք Digitech-ին մասնակցեցինք, ոնց որ արդեն մեծ չափով էինք, էլի այնտեղ, այսինքն եթե ես կարող մենակով քայլի ինձ չնկատեին, հիմա արդեն մեծ էր ու նկատում էին։ Դրանց բացի շատ հավես է երեխեքի ներգրավվածությունն է ամեն ինչի մեջ, դե մեր կերպարն է փիղա, բլոկնոտ, գրիչ, բան, տենց իրենք տենց ամենաակտիվ սպառողներն էին։ Երեխեքի ներգրավվածությունը եկամ շատ հավես է անցնում, պրոստը մենք սկզբում չենք պատկերացնում, որ այդքան մարդ կգա առհասարակ։ Այսինքն մենք հավատում ենք փաստորեն։ Վստահություն չկար։ Չէ, զուտ քանակը չի պատկերացնում, այսինքն մենք 4 անգամ երևի թե պատվեր ենք ուղարկել մերչի, այսինքն բլոկնոտ գրիչման, որտեվ ամենակացում դե լավ այսքանը ձև չի էլի, ոնց որ այսքան մարդ կա ու տենց չէ ամեն անգամ էդի ծավալը գնալով շատանում էր։ Ու իրականում համ բրենդի ճանաչելիության մասով ԱԳ-ին օգուտ տվեց, համ նոր ծանոթությունների, համ էլ կորած ծանոթներին տենալու մասով, դա միշտ եթե դաժե Digitech-ին այն ժամանակացում մասնակցել եմ, զուտ եկել եմ, որ այդ կրուգ եմ տվել եմ, այդ կողմ 30 հոգու մի անգամ տեսածել եմ սաղ կորած ծանոթներին, էլի, դա ամենակարևոր ոնց որ կտորն է իմ համար Digitech-ի, որ իրար հանդիպում են, գոնե ինչ որ առիթների է որ չենք տենում, այդ մի առիթին գոնե իրար գլուխ ենք հավաքվում սաղովի։ Այդ սաղովի իրար գլուխ հավաքվելու այդ հասկացողությունը, դա այտենց հայկական մեծ tech ընտանիք ու հայկական տեխնոլոգիական նոր տարի գաղափարների միքսն է։ Digitech-ը տարիներ շարունակ համարվել է տեխնոլոգիական ոնց որ տարվա սկիզբը կամ գուցե ավարտը հետո սկիզբը ամեն տարբեր մարդիկ տարբեր ձև են իրան ընկալում, բայց ինքը իրոք համարվում է տեխնոլոգիական նոր տարի ու նոր տարից նոր տարի է ստենում այդ հին ծանոթներին, բարեկամներին։ Այս տարվա մեր պլանը այդ տեխնոլոգիական նոր տարին միջազգայնացնել ավելի բարձր մակարդակի, այսինքն նախորդ տարի մենք ունեցանք շատ մեծ միջազգային ներգրավվածություն, թե ընկերությունների տեսանկյունից, թե այցելուների եւ դելեգացիաների ու թե նաեւ միջազգային մեդիայի մեծ ներգրավվածություն կար ու այս տարի քանի որ նաեւ Digitech-ի 20-ամյակն է շատ մեծ շոկով ենք տոնելու բոլոր հնարավոր ձևերով ու փորձելու ենք իրան դնենք մի այլ հարթության վրա որ աշխարհը արդեն սկսի ինչ որ ձևից սկսել, ինչ որ փուլից սկսի ճանաչել Digitech-ը որպես տարածաշրջանային միջոցառում։ Ամենայն դեպս ամեն ինչ անում ենք, ձեզ էլ խնդրում ենք որպես մեր մեծ համայնքի անդամ աջակցել այդ գործին ու ոչ միայն հենց Digitech-ին մասնակցությամբ, այլ աշխարհից կանչել ցանկացած հարմար առիթով այդ օրերին Հայաստան։ Հայ կլինի, հայ չի լինի, տեխնոլոգիաների հետ կապ կունենա կամ նոր կապերի մեջ կլինի, որովհետև այդ մեր առաքելությունն է, հա, Հայաստանը դարձնել միջազգային տեխնոլոգիական հաբ։ 25-ի Digitech-ով ձեր պլանները ո՞նց են։ Դե մասնակցում ենք sense։ Այդ գիտենք, այսինքն ոնց որ ինչ եք սպասում, այդ նույն հարցների տալու, ինչ եք սպասում, ինչ եք ակնկալում ու ինչ ձևով եք այս տարի մեր այդ թվարկած մարդկանց զարմացնելու։ Իրականում մերչի մասով շատ մտքեր ունենք ու ես չէի հասկացում։ Մի կտորը հենց այդ օբյեկտներն է, որ դու տեսել ես, ուրեմն մենք վիզիտ գիտել դե կոպեկներ ենք տալի, քոյններ։ Հենց 3-4 առաջուրներ կարծեմ, պատվերը տվեցի 500 քոյնի ու 500-ը հեսա ուրիշին եմ տալի, վերջը քոյներ ենք լիքը պատվիրում, քոյներից բացի հիմա ձեռագործ փղեր ենք սկսել սարքել, ասում ինչ կարող մտածեք ու չեք կարող մտածեք, այդ ամեն ինչի մերժն ենք սկսել սարքել։ Ու հիմնականում այնա, որ փորձում ենք սարքենք ինչ-որ մի բան, որ մարդը աղբարկը չի գցի գոնե։ Հիմա օրինակ համար մի 6-7 հոգու հետ երևի խոսում եմ, այնրա վրա, որ լուծկու պաճկա սարքեն, որ լուծկին բացում ես, մեջը փիղաս ծածկված քնած։ Հիմա ձեռագործ այդ ամեն ինչ ասում եմ ու վիզիտ գիտեղ ուզում ենք էդի տանք մարդկանց, հիմա դրա վրա եմ աշխատում, ոնց որ
Կողից մեկը ասի դարդուցակ Հա, էլի, ոնց է տեխնոլոգիական ընկերության մասին ենք խոսում։ Իդեպ, տեխնոլոգիական մասով։ Խոսենք Հայաստանի ու աշխարհի շուկաների մասին ու արդյոք Հայաստանում գործող թեք ընկերությունների հետ համագործակցությունը քեզ մոտ ոնց է ստացվում։ Նախ կլասիկ բիզնեսների, այդ նոր քո բերած Կարվալոլը տատի պապի օրինակներ։ Կլասիկ բիզնեսների հետ ոնց է, այսինքն դու ոնց ես կարողանում իրանց բացատրել Սեյնայնի գործունեության նրբություններն ու կարևորությունը ու ոնց որ միջազգային նշանակության ընկերությունների, то есть քո դրսի պարտներների եւ գործընկերների ու ոնց որ ասեցիր հաճախորդային։ Ոնց է տարբերություն կա, չկա հայաստանյան բիզնես մշակույթը ինչով է տարբերվում միջազգայինից ձեր մասով։ Իրականում կա ու շատ կա տարբերություն։ Իրականում մենք հիմնականում դրսի հետ ենք աշխատում, այսինքն Հայաստանում մեր կլիենտների երևի մի 5-6%-ն է, պլյուս մինուս էլի, հիմա չգիտեմ, էսպայն ստատիստիկան ինչա, բայց 10% հաստատ չի հասնում Հայաստանի կլիենտների, խոսում եմ ամսական շրջանառության մասին, էլի, այսինքն Հայաստանից եկող եկամուտը մոտ 10%-ն է կազմում, հիմնականում մեր մոտ ԱՄՆ-ն է, Կանադան է, Ավստրալիան է, Սինգապուրն է, Մեծ Բրիտանիան ու եվրոպական մի քանի երկրներ։ Իրականում շատ տարբեր է մոտեցումները երկրից երկիր, բայց Հայաստանը դա մեծ ուրիշ պատմություն է։ Հայաստանում ինչն է որ փորձել ենք ու ինչն է որ չի աշխատում, ինչն է որ աշխատում է։ Եվ որ մարդուն գրում ես, ասում ես, դες ինչ կա, ես քեզ սենց առաջարկ ունեմ, 90% դեպքում այդ նամակին պատասխան չի գալի։ Եթե զանգում ես, հավանական է որ պատասխան կգա, բայց ամենահավանականը որ ինքը քո հետ կուզենա համագործակցի հետիենա, երբ որ ինքը տենում է որ դու համագործակցում ես Ամերիկայի իր կոնկուրենտի կամ չգիտեմ, իրենց ավելի մեծ կազմակերպության հետ։ Այսինքն մեր դեպքում կոնկրետ չեմ ասում առասարակ բոլոր սվերաներն տնտեսաշրջանում, SEO-ի մեջ կարամ ասեմ, որ հիմնականում մեր մոտ աշխատել է այն, որ դրսի կլիենտի անունն են տեսնում, որ բավականին մեծ է, ասում են կարող մերն է դուք անեք։ Բայց այդ նույն մարդուն գրում ես ասում ես կլինի, քոնը մենք անենք, պատասխան չկա։ Այսինքն outbound-ը, այսինքն որ դուք եք գրում, դրսում ավելի լավ է աշխատում, քան ստեղ աշխատում է շատ inbound-ը։ Այսինքն գալի գտնում են, էլի։ Հա, կամ ասենք թեկուզ event-ներին, թեկուզ Digitech-ին, այսինքն մարդուն հանդիպումը հավանական է ինչ որ մի համագործակցություն ստացվի։ Բայց այն օրինակ չեմ 100 հատ մեյլ ենք ուղարկում, մենք գիտենք 100 հատ մեյլից ասենք մի հոգին հետաքրքրված է, 5 հետաքրքրվածից մեկը կլիենտ է US-ում։ Սելի ստատիստիկան է դա։ Ինչ որ ստատիստիկա։ Ստեղ չկա այդ ստատիստիկան, ստեղ կա այն, որ հանդիպում ես, այս է քո հետ գործ ունեի։ Այ էդի աստեղ աշխատում։ Ավայ լավ է տեսա։ Ես է քո հետ գործ ունեի։ Հիմնականում տարբերությունը այդ կարամ նշեմ ու օրինակ համար US market, Ամերիկայի մարքետի մասով մի բան կարամ ասեմ, որ օրինակ, չեմ, ես Ամերիկայի մարքետ որպես այդպեսին շատ նպատակային չեմ ընդեղ, ինչի համար, շատ նպատակային, հիմնական թիրախ չենք համարում, ինչի համար։ Իրենք շատ հեշտ են կլիենտ դառնում, այսինքն convert են լինում շատ հեշտ, բայց շատ հեշտ է հրաժարվում են քեզնից։ Իսկ օրինակ հիմա Կանադայի շուկայում, Ավստրալիայի շուկայում շատ այնց ընկերություն լինում է հետները անել։ Երկարաժամկետ ընկերություն։ Երկարաժամկետ ընկերություն ու բացի հենց բուն ինչ սերվիս տալիս եք ու ինչ փող որ վերցնում եք, դրանից դուրս օրինակ հիմա ասա սայթի մեջ ոնց որ մի հատ սխալ բան եմ գտե կա, դուզ ինքնասյար ախպեր ջան։ Ամերիկացիներն ասում ես, ասում եմ, օքեյ, գիտեմ էդի որ կա։ Այդ չգիտի, հաստատ ինքը չգիտի։ Զոտ ինքը ասում է, քո սկոպը էսա, դու ես դրանից դուրս մի արի։ Այսինքն հաշիվը դուրս գրի փոխանցում անեմ, ինչ ես ուզում ինձ ավել։ Այսինքն Հայաստանում լրիվ ուրիշ պատմություն է։ Հայաստանում էդի բոլոր խնդիրները գալիս են ձեր մոտ, չէ՞։ Դուք սկսում եք ֆիլտրել։ Էսի մեր հետ կապ չունի, էս ունի, բայց ես շտապեցի դու ասա։ Խնդիր չկա, ուրեմն հա, իրականում Հայաստանում առասարակ ես համար 1 մարդն եմ երևի որ համոզում է SEO չանեն, այսինքն գալիս են ասում են ձեր սերվիսից ենք ուզում օգտվեք, ասում եմ դու ամեն ինչից ուզում ես օգտվես, բացի մեր սերվիսից։ Ու 10-ից 8 դաժե 9 դեպքում, տեղ կա 9 դեպքում, ասում եմ ձեզ առասարակ SEO պետք չի կամ հիմա գոնե պետք չի։ Վերջերս բաներ, կոֆեի մի հատ արտադրություն կար, ասում իրենք շատ սպეციფიկ կոֆե էին արտադրում, նենց չէ սովորական քարծը կոֆե։ Չէ, ինքը բույսերից սարքած, դիլիջանի բույսերից հավաքում էին շատ թարմ ձևով, կիլոն 100,000 դրամի կարգի, մի հատ շատ լավ կոֆե էր։
ու ոնց որ իրենք ասում են ուզում ենք SEO անենք, ասում Ժորժ ջան, դուք նենց իտո չեք ուզում ես սուրճ սրճտան ձեզ բերի։ Դուք ուզում եք սուրճի ինչ որ տեսակ Հայաստանում, ասում Դիլիջանի անտառներից հավաքած։ Հա, այսինքն ինքը շատ լավ որակի ապրանք է, բայց ինքը այնքան նիշային է, որ այդքան բան սրճտվող, այդքան անգամ այդ բառը սրճտվող։ Չգիտի ինչ պետք է սրճանի, որ դա գտնի, չէ՞։ Ասել Ժորժ, դրա տեղը SMM-ի վրա փող ծախսեք, ինֆլուենսերների հետ համագործակցեք, չգիտեմ, B2B sales արեք, զանգեք կամպանիներին, ասեք սենց առաջարկն, բայց SEO-ի վրա փող մի ծախսեք, արդարացված չի լինելու։ Իմ գործը հիմնականում այն է, եթե Հայաստանից ես զանգ ունեմ, 90% հավանականությամբ ես զուտ իրանց մի ժամ կես համոզելու եմ, որ մի արեք, փող մի ծախսեք։ Ու հա, մի հատ բան պատմեմ, որը ավելի հետաքրքիր է իրականում, այս վերջերս զանգ է գալի, մեր հայացի ոնց որ տղեկից մեկն է, բա մի հատ ընկեր կա, քո հետ ուզում է խոսա բան, բա օքեյ, համար փոխանակումը մասնագիտական հարցով է, օքեյ, վերջը Հայաստանի տենց ամենահայտնի strip club-երից մեկի համար է զանգել։ Շատ մասնագիտական է, հա։ Ու ասում է պետք է SEO արվի։ Ինչ է։ Strip club-ը։ Այսինքն որ սրճտան strip club առաջինի իրանց բերի, անուն չնշեմ հիմա։ Ասում ախպերներ, տղեկ ջան, ընկերներ, ձեր կլիենտը այդ սաստավը չի որ Google-ով գալի, էլի, այսինքն Բա ինչ պետք է անեն, լիստեում դնեն այդ այց։ Լյուբոյ տեղ բացի Google-ից, այսինքն իրանց ու ոնց որ դաժե զանգով չկարեցա համոզեն որ չանեն, գնաց է հանդիպել եմ այդ տղուն, հետո տենց դե մի ժամ ու կես խոսակցություն եմ ունեցել, որ թվերով ցույց եմ տվել, ասում ախպեր չեն սրճ տալի, խոսք 300 հոգի է սրճ տալի սախ։ Եթե 300-ից 300-ն է կոմոդ գա, քո սայթն գնի, քանից նա կոնվերտ լինելու, շատ քիչ է։ Այդ մի հոգին որ կոնվերտ լինի, ինչքան փող է քեզ բերելու։ Մի արա, այսինքն պետք չի էդի քեզ։ Ու դրանից հետո տենց մի ժամ կես հետո ասած գլի մի հատ է տնօրինն ես ամեն ինչ բացես, ասի դա արդեն դու մի ձև ինֆորմացիան փոխանցի։ Ու հիմնականում Հայաստանում ինչի պատճառով է որ առասարակ ես խորհուրդ եմ տալի SEO չանեն, SEO արժի անեն Հայաստանում շատ քիչ սվերաներ։ Այսինքն չգիտեմ որ մեկն էր ես վերջերս տեսել էի ծաղիկները օրինակ եմա ծաղիկներ բառով ուզում են Երևան, այդ արդարացված է ինչ որ առումով։ Այսինքն շատ մարդ է այդ որոնում Google-ում։ Բայց հիմնականում մենք այդ մշակույթը չունենք Google-ում ինչ որ բան որոնելու։ Հիմնականում, եթե օրինակ մեքենայի օրինակով միշտ բերում, մեքենան եթե փչանում է, մենք զանգում ենք ընկերներին, ծանոթ գուտապնոց, լիստեում ենք ինչ որ բան պոյստալի, բայց մենք Google-ում search չենք անում, հետո ասում չենք անում, դա թվերով գարամ ցույց տամ, որ չենք անում։ Այսօր ինձ պետք էր ավտոլվացման առաքում, այսինքն որ մեքենա կանգնած է հայաթը գալիս են լվում են գնում են չգտա։ Ասա եթեից հետո մի հատ իրար հետ ման գանք էլի, որովհետև իրոք պետք է։ Սա հարցը է, մի կողմից սրճտվողներ չկան բավարար չափով։ Մյուս կողմից, եթե դաժե սրճ է տալցել, նորմալ նյութ չի բերում։ Իսկ նորմալ նյութ չի բերում, որովհետև նորմալ սրճտվողներ չկան, որ պահանջարկը այնքան լինի, որ փող ծախսեն SEO անեն։ Այսինքն փող կապակցված է իրականում մեկը մյուսի հետ։ Ու SEO-ի կտորով թեկուզ դուրսն է, որ ինչ որ կլիենտներ են լինում, հիմնականում առաջին բանը որ նայում եք, դա այնա որ արդյոք այնքան search տվող կա, որոնով այնքան կա Google-ում այդ բառը, որ եթե ինքը դառավ առաջին տեղ կամ առաջին edge եկավ, քանի կլիենտ է մոտավոր գալու իրան, ու այդքան կլիենտ որ եկավ, արդյոք դա արդարացված է թե չէ։ Այսինքն կարող ինքը $5000 ծախսում է, բայց վերջում $200 օգուտ է ունենալու։ Այդ դեպքում ասում են, գիտեք ինչ կա, եկեք всё-таки դուք ուրիշ բանի վրա փող ծախսեք։ SEO-ի թեման շարունակելով, SEO-ն արի բացենք էլի մեր դիտողների համար։ Ինչ է նշանակում։ SEO search engine optimization-ն է, այսինքն օպտիմիզացիան վեբսայթերի, որոնողական համակարգերի համար, օրինակ Google-ի։ Այսինքն մենք օպտիմիզացնում ենք ձեր վեբսայթը, որ Google-ում ձեր ուզած բառերով հենց ձեզ որոնեն, առաջինը ձեզ գտնեն։ Այսինքն աշխարհի ցանկացած տեղից ցանկացած թեմայով որոնումներ անելուց գտնեն իրական ինֆորմացիա։ Հա, ու կարա կոնկրետ ասեք, որ ես ուզում եմ հենց Մեծ Բրիտանիայում Երևան կամ ուզում եմ հենց ԱՄՆ-ում Երևան։ Այ մեր հենց միսիայի մեջ ես դու հիմա, մեր միսիայի մասին ես խոսում։ Մենք ուզում ենք որ աշխարհում, երբ որ տեխնոլոգիական միջոցառում պոիսկ տան, բերի դիջիթեքը։ Այդ մասով կօգնես մեզ։ Խնդիր չկա, բայց ամենայն հավանականությամբ համոզելու եմ, որ ձեզ էլի SEO պետք է։ Աշխարհում, Հայաստանում չէ, Հայաստանում մեզ բոլորը գիտեն։ Այս ոդկասթից հետո կարող ենք քննարկենք։
Շնորհակալ եմ Գեորգի ջան, շատ տպավորված եմ այն թեմաներով, ինչը որ խոսեցինք։ Կհանդիպենք Digitech-ում։ Կհանդիպենք հաստատ հաջողություն։ Մեր հյուրներ Սեյնային ընկերության հիմնադիր տնօրեն Գեորգի Մամաջանյանը ու եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 10-ից 12-ը մենք երկուսով սպասելու ենք ձեզ Meridian Expo կենտրոնում նշելու Digitech-ի 20-ամյակը։